Հարկադիր կատարողը կարող է արգելել իմ ելքը Հայաստանից։ Ողջույն, ես փաստաբան Տիգրան Գրիգորյանն եմ։ 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերվում են նաև դատական ակտերի կատարմանը։ Համաձայն փոփոխությունների Կատարողական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենք հոդված 48 Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող անձի ելքի արգելք նախատեսող դատական ակտի հիման վրա հարկադիր կատարողն իր որոշմամբ սահմանափակում է Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի իրավունքը։ Եթե այս պահին գործող օրենքի համաձայն հարկադիր կատարողը չի կարող սահմանափակել քաղաքացու ելքը երկրից, ապա հունվարից ուժի մեջ մտնող նոր կարգավորումը նախատեսում է Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի արգելք դատարանի որոշմամբ։ Մասնավորապես, եթե հարկադիր կատարողն օգտագործել է օրենքով թույլատրելի բոլոր միջոցները պարտապանին գտնելու համար, սակայն արդյունքի չի հասել, ապա կարող է դիմել դատարան հետախուզվող պարտապանի ելքի իրավունքը սահմանափակելու դիմումով։ Այստեղ կարևոր է ընդգծել, որ խոսքը վերաբերում է ոչ թե գումարի բռնագանձման, այլ ոչ դրամական պահանջին վերաբերող գործերին, օրինակ, երեխայի տեսակցության կարգ, ինչ-որ գործողություն կատարել կամ դադարեցնել եւ այլն։ Դատարանը կարող է բավարարել հարկադիր կատարողի դիմում այն դեպքում, եթե դատական ակտը չի կարող կատարվել առանց հետախուզվող պարտապանի անձնական մասնակցության։ Այսինքն ելքի արգելքն այս օրենքի տեսանկյունից դիտարկվում է որպես վերջին ծայրահեղ միջոց, ոչ թե ցանկացած պարտապանի նկատմամբ կիրառվող գործիք։ Դատարանը համապատասխան որոշումն ընդունում է առանց նիստ հրավիրելու 10-օրյա ժամկետում։ Այդ որոշումը կարելի է բողոքարկել վերաքննիչ դատարան, սակայն մինչ վերաքննիչի որոշումը ելքի արգելքը ուժի մեջ է մնում։ Գործի դիր օրենքը, դու ունես իրավունք։